Մարի կլինիկը ինձ վրա այնքան մեծ տպավորություն էր թողել, որ այսպես ասած դարձել էր իմ սրտի կլինիկան եւ մտքումս պահել էի, որպեսզի անպայման վերադառնամ այնտեղ եւ սկսենք իմ բուժումը։ Խոսում ենք բժշկի հետ, բայց ոչ բժշկությունից։ Ողջույն, այսօրվա իմ հյուրը ապագա բժշկուհի Անին է, ով Մարի կլինիկի այցելուներից։ Անի ջան, մի փոքր կպատմեք ձեր մասին։ Ինչպես եղավ, որ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը։ Ես ծնվել եմ մեծացել եմ Կապանում, իսկ այժմ ապրում եմ այստեղ եւ սովորում եմ Երևանի Պետական բժշկական համալսարանում։ Զուգահեռ սովորելու նաեւ աշխատում եմ հիվանդանոցում եւ համալսարանում որպես դասախոսի օգնական։ Երկար տարիներ զբաղվել եմ պարով, սիրում եմ նվագել դաշնամուր, զբաղվում եմ նաեւ մեծ թենիսով, ինչը իմ սիրելի հոբիներից մեկն է։ Ինչպես նաև սիրում եմ կարդալ գեղարվեստական գրքեր, նաև խմբագրում եմ հայերեն Վիկիպեդիայում։ Բժիշկ դառնալ երազել եմ մանկուց, նույնիսկ մայրիկս պատմում է, որ ատամհատիկի ժամանակ կենսաբանության եւ քիմիայի գրքեր եմ վերցրել, որոնք մորաքրոջս գրքերն էին։ Միշտ երազել եմ օգնել մարդկանց, փոքր ժամանակ երազում էի ունենալ ինչ-որ հիվանդանոց, որտեղ մանուկներին կկարողանային բուժել։ Իսկ այժմ պարզապես ցանկանում եմ դառնալ լավ բժիշկ, որպեսզի կարողանամ Հայաստանում ու ինչու՞ չէ նաև Կապանում լինել այն բժիշկներից մեկը, ով կարողանա օգնել մարդկանց։ Երբ հարցը վերաբերում է սեփական առողջությանը, բժիշկներն արդեն դժվարությամբ են մասնագետ ընտրում իրենց համար, որովհետև շատ մանրուքներ են հաշվի առնում։ Դուք, Անի ջան, որպես ապագա բժշկուհի, ինչպես եւ ինչու ընտրեցիք Մարի կլինիկը։ Իրականում ձեզ հետ եւ համաձայնում եւ ոչ, որովհետեւ մտածում եմ, որ եթե մենք ինքներս մեր գոլեկաներին չվստահենք, ապա մնացածները նույնպես չեն վստահի։ Իսկ խոսքը եթե վերաբերում է Մարի կլինիկին, ապա հենց իմ առաջին այցի ժամանակ այնքան բարեհամբույր ու ջերմ ընդունեցին ինձ աղջիկները, որ հիշում եմ արդեն հստակ որոշել էի, որ այստեղ եմ գալու։ Հետո ծանոթացա բժիշկների հետ, լսեցի նրանց խորհրդատվությունը եւ տեսնելով, թե նրանք ինչքան ջերմ եւ սիրալիր են վերաբերվում իրենց պացիենտներին եւ թե նրանց համար ինչքան կարեւոր է այն արդյունքը, որը որ ստանալու են պացիենտի բուժումից հետո, միանգամից կարող եմ ասել, որ ինձ գրավեց եւ որոշել էի, որ հստակ այստեղ եմ անցնելու իմ բուժումը։ Անի ջան, հիշում եք ձեր առաջին այցը Մարի կլինիկ։ Ինչ զգացողություններ ունեիք։ Հիշում եմ ամառեր եւ շատ շոկ եղանակ էր, ես գտա Մարի կլինիկի տեղը եւ մենակ էի եկել։ Հետո խորհրդատվություն արեցինք բժշկու հետ եւ պլանավորեցինք բուժումը։ Արդեն երկրից բացակայեցի 1 տարով եւ վերադառնալուց հետո նորից վերադարձա Մարի կլինիկ, որպեսզի սկսենք իմ բուժումը, ինչը շատ արագ եւ հեշտ ստացվեց։ Միանգամից տեղում կատեն արեցինք, պլանավորեցինք եւ բուժվող ատամներից հետո արդեն որոշեցինք, թե ինչպես պետք է տեղադրենք բրեկետները։ Անի ջան, փաստորեն 1 տարի երկրում չեք եղել, բացակայել եք, բայց մտքում պլանավորած արդեն ունեցել եք, որ պետք է ձեր բուժումը Մարի կլինիկում շարունակեք։ Այո, իրականում, որովհետեւ շատ մեծ փորձառություն ունեի ստոմատոլոգների հետ եւ կլինիկաների հետ, ու Մարի կլինիկը ինձ վրա այնքան մեծ տպավորություն էր թողել, որ այսպես ասած դարձել էր իմ սրտի կլինիկան եւ մտքումս պահել էի, որպեսզի անպայման վերադառնամ այնտեղ եւ սկսենք իմ բուժումը։